Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան էջում, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք խիստ, կարծում եմ, այժմ էական մի մասնագիտություն, թե որն է այն, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Արդյունաբերական դիզայն ժամանակակից աշխարհում շատերի երազանքի մասնագիտությունը։ Այն գրավիչ է, պահանջված, անվերջ շարժվում է ժամանակին զուգընթաց, զարգանում է, կատարելագործվում իր հետևից տանելով այն անհատներին, որոնք ունեն ստեղծագործելու անսահման հնարավորություն ու չեն վախենում արտահայտել իրենց ինքնատիպ գաղափարները։ Ժամանակակից աշխարհում մրցակցային հագեցած շուկայում գնորդներին գրավելու հարցում առանցքային դեր է խաղում արտադրանքի արտաքին տեսքը։ Ինքնատիպ գեղագիտական լուծումներով ստեղծագործական բնույթ ունեցող ցանկացած արդյունաբերական նմուշ սպառողների մոտ ընկալվում է որպես բացառիկ արժեք։ Հետևաբար արդյունաբերական դիզայնը կատարում է մրցակցային շահույթ ապահովող ռազմավարական դեր։ Եթե ստեղծագործ ու համարձակ անհատականություն եք, օժտված վառ երևակայությամբ ու նորանոր գաղափարներով, տիրապետում եք դիզայներական մտածողությամբ եւ ինքնատիպ մտահղացումների, ապա մասնագիտությունը նախատեսված է ձեզ համար։ Իմ զրուցակիցներն են ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի դասախոսներ Հասմիկ Շարախփխանյանը եւ Գոհար Թորոսյանը, բարև ձեզ։ Աղջիկ ձեզ։ Որ նայում ենք արդյունաբերական դիզայն, դե մտածում ենք Հայաստանը ինքնաթիռներ, գնացքներ, չգիտեմ, ավտոմեքենաներ եւ այլն, այսպես հեռուստացույցներ, այսպես կարելի է շարունակել, այսպես չի արտադրում, ու ասենք ինչ պիտի անի արդյունաբերական դիզայնը, բայց նայում ենք, որ ասենք նույն սննդամթերքը, չէ, ինչքան շատ է եւ ինչպես է մատուցվում, չէ, ասենք կաթը, որ նայում ես կա այդ տոպրակներով, շշերով եւ այլն։ Եվ հետաքրքիր է, որ մենք հաճախ նայում ենք այդ տեսքին եւ տեսքով ենք ընտրում նաեւ ապրանքը։ Էնպես որ այս գործը պիտի բոլոր արդյունաբերողները Հայաստանում, ել չեմ ասում, այնտեղ բազմաթիվ արտադրանքներ կան, կոշիկ օրինակ եւ այլն, չէ՞, հա, որ մենք արտադրում ենք, ուրեմն այս արդյունաբերական դիզայների դերը շատ կարևոր է ու կարծում եմ, որ բոլորը ուզում են ունենալ լավագույն արդյունաբերական դիզայներ արտադրողները, որովհետև այդ իրացման հետ կապված նաև խնդիրներ են լուծվում, չէ՞, այդպես չի։ Եվ այս մասնագիտությունը կարծեմ միշտ է եղել ու հիմա ասենք այս մատուցումը երևի փոխվել է, չգիտեմ, այս ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ միասին, որովհետև եթե առաջ մարդիկ նստում էին, ասենք, սեղանի եւ թղթի շուրջ, հիմա նստում են, չէ, համակարգչի շուրջ եւ կան ծրագրեր, չէ, որոնցով աշխատում են։ Ուրեմն փոփոխություններ կան, չէ։ Իհարկե կան։ Ես շարունակեմ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Մենք շատ ենք կարևորում մեր մասնագիտության մասին ներկայացնել, որոշակի տեղեկատվություն տալ հանրությանը, որովհետև իրոք շատ կարևոր եւ լուրջ մասնագիտություն է։ Ես ինքը շատ գրավիչ, շատ սիրելի, շատ տարածված մասնագիտություն է, դիմորդները շատ են, բայց կարծում եմ, որ ոչ բոլորն են լիարժեք պատկերացնում մեր խորքային, մեր մասնագիտության մասին, սա բարդ, շատ խոր շերտերով մասնագիտություն է։ Ընդհանուր խոսեմ մասնագիտության մասին, ինչ է դիզայնը, ինչ է արդյունաբերական դիզայնը, որն է նպատակը։ Արդյունաբերական դիզայնը դա մեզ շրջապատող առարկայական աշխարհի ձևավորումն է, կազմակերպումն է, դարձնել առարկայական աշխարհը ավելի ֆունկցիոնալ, ավելի հետաքրքիր, ավելի հարմարավետ, ավելի գեղեցիկ, ու այդ ամեն ինչը պետք է համապատասխանի սպառողի պահանջներին, սպառողի ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական պահանջներին։ Սա շատ կարևոր է, որ հասկանանք նպատակը հիմնական, որն է արդյունաբերական, ընդհանրապես դիզայնի ու մասնավորապես նաև արդյունաբերական դիզայնի։ Արդյունաբերական դիզայնը շատ լայն տարածում ունի, շատ տարածված է, շատ ընդհարցակ են սահմանները, նույնիսկ հիմա կդժվարանամ այսպես սահմանափակել, որտեղ բոլոր այդ չեք գտնի մի բնագավառ, որտեղ ասենք ներխուժած չլինի արդյունաբերական դիզայնը։
հիմնականում երկու ճյուղի է բաժանվում՝ ծանր արդյունաբերություն եւ թեթև արդյունաբերություն։ Ծանր արդյունաբերություն դրանք հաստոցներ, ծանր տեխնիկա, դա թողնենք մի կողմ։ Իսկ թեթև արդյունաբերության ոլորտները շատ են՝ էլեկտրատեխնիկա, կահույքի արտադրություն, հագուստի արտադրություն, ոսկերչություն, Դե Հայաստանին ավելի այսպես յուրահատուկ է Հայաստանի համար թեթև այո, դրա համար այսպես այդ մասին ավելի շատ երևի մանրամասն խոսենք, թեթև խաղեր, երեխաների զարգացման համար ինչ որ սարքեր, գործիքներ, խաղալիքներ, արդյունաբերական դիզայն են պատկանում գործիքները, ագրոարդյունաբերական գործիքները, բժշկական սարքավորումները։ Դե հենց այս ստուդիայում, որ մենք նստացենք, ցանկացած առարկա, որ արտադրության միջոցով հասնում է սպառողին, դա վերաբերվում է ուրեմն արդյունաբերական դիզայնին։ Արդյունաբերական, ինչու է հետաքրքիր արդյունաբերական դիզայնը, գտնվում է, այսպես ասեմ, արվեստի եւ տեխնոլոգիայի սահմանագծում, խաչմերուկում, որքան որ արվեստի հետ կապված ուրեմն տարեր են պարունակում արդյունաբերական դիզայնի մեջ, նույնքան նաեւ տեխնոլոգիական ուրեմն խնդիրներ են մտնում, ասենք օրինակ արվեստի հետ կապենք արտաքին տեսքը, ձևաստեղծումը, հա, գեղեցիկ իր ուրեմն մատուցումը, գեղագիտական արժեքը, իսկ տեխնոլոգիաների հետ կարող է կապել կոնստրուկտիվ լուծումները, նյութի կիրառումը, արդյունաբերական տեխնոլոգիաների ծանոթացումը, ֆունկցիոնալ կողմը, էրգոնոմիկական կողմը եւ այլն։ Սրանք ավելի շատ տեխնիկական խնդիրներ են եւ այդ այսպես սահմանածգծին է գտնվում արդյունաբերական դիզայնը։ Դե այստեղ բարդ են, որ դիզայները պիտի ոչ միայն մտածի այդ տեսքի մասին, այլև պիտի տիրապետի թե ինժեներական մտածողություն նյութը, ասենք ինչ նյութով է դա պատրաստվում, այդ նյութը հնարավոր է թե չէ։ Շատ ճիշտ է, որովհետև մեր համալսարանում հենց արդյունաբերական դիզայնի հիմքում կրթական ծրագրում մենք ունենք այնպիսի առարկաներ, որոնք օժանդակում են, որ մասնագետը դառնա լիարժեք կրթված մասնագետ եւ պատրաստի արդեն դուրս գա շուկա, անցնում ենք նյութագիտություն, կոնստրուկտավորում առարկաները, տեխնիկական գիտելիքներ ունենք լիիրավ եւ համակարգչային ծրագրեր, որոնք որ այս դարում անխուսափելիորեն պետք են եւ միայն դրանք տիրապետելով կարող ես իհարկե հասնել շատ մեծ արդյունքների։ Նաև արդյունաբերական դիզայն մասնագիտությամբ արդեն ավարտած ուսանողը լայն հնարավորություն ունի աշխատանք գտնելու ինչպես հանրապետության ներքին շուկայում, հա, այդպես նշենք մենք, նաև հեռահար, ինչու ոչ, որովհետև ժամանակաշրջանը դարը թույլ է տալիս, մենք ցանկացած աշխարհում կետում աշխատենք ցանկացած այլ երկրի հետ եւ նույնպես մեր ոլորտը պահպանենք այդպես, այսինքն չշեղենք։ Հա։ Եվ դրանից էլ կախված արդեն արդյունաբերական դիզայն մասնագիտացումը հենց մնում է պահանջված տարիներ շարունակ եւ մեր բուհը անդադար հոսքով մեծանում է, նույնիսկ կարող եմ նշել այս տարի 650 դիմորդից 400 տեղ ունենք ընդամենը, այսինքն դիմորդների քանակը շատ գերազանցում է մեր հնարավորությունները, տեղերը որ հատկացվում են, դա խոսում է նրա մասին, որ ճարտարապետության Եվ շինարարության Հայաստան ազգային համալսարանը բացի այն, որ ապահովում է ժամանակին համընթաց ճիշտ որակյալ կրթություն, այլև որ պահանջված է նաև մասնագիտությունը իհարկե մնում։ Հիմա այ որ գանք դե պարզ է արդեն ինձ թվում է ռադիո լսողին եւ մեծ դիտողներին պարզ է, որ այս մասնագիտությունը շատ լայն ընդգրկում ունի ու եթե լավ տիրապետես այս մասնագիտությանը անգործ չես մնա, իսկ եթե շատ լավ տիրապետես կլինես հարուստ մարդ, հա, որովհետև ասենք կարող ես պատվերներ կատարել նաև դրսից, հա, այսպես նայենք, ես չգիտեմ, այս ասպարեզում դա տարածվում, օրինակ շինարարության, ճարտարապետության մեկ դրսից պատվերներ կան եւ մարդիկ անում են, այստեղ չգիտեմ կան թե չէ, բայց բոլոր դեպքերում եթե ասենք զարգանա այս մասնագիտությունը եւ այլն կարող են լինել, հիմա այ մարդիկ որ լսում են եւ ուզում են ընտրել այս մասնագիտությունը, ինչ քննություններ են տալու եւ այլն, հա, ինչպես են դիմում։ Վերջին տարիներին փոփոխություններից հետո մեզ մոտ երկու քննություն է՝ կոմպոզիցիա եւ գծանկար առարկաները։ Այդ երկու քննությունների արդյունքում արդեն մեր ոնց որ համալրվում է ուսանողների
հատկապես որ կոնկուրս կա դրա համար եմ հարցնում։ Այս մի փոքր լրացում անեմ, դրանք այն երկու հիմնական առարկաներ են, որոնց տիրապետումը ուսանողին կամ անհատին դարձնում է ավելի ստեղծագործող։ Շատ կարևոր է մեր մասնագիտության մեջ ստեղծագործ միտքը։ Իսկ նկարչության տիրապետող երեխաները սովորաբար ստեղծագործ միտք ունեն։ Դա հետագայում նրանք նույնպես այդ առարկան անցնում են, որպեսզի ավելի զարգացնեն իրենց միտքը, ստեղծագործելու կարողությունը, իսկ կոմպոզիցիա առարկան դա արդեն ընդհանրապես կոմպոզիցիան դիզայնի կարևոր հիմունքներից մեկն է եւ դա էլ զարգացնում է երեխաների կամ ուսանողների մտածելակերպը ցանկացած առարկա նախագծելու համար շատ են կարևորում դասավորությունը, միմյանց կոմպոզիցիոն լուծումը, գեղագիտական լուծումները, սրանք մտնում են կոմպոզիցիայի մեջ ու էլի շատ կարևոր են ուրեմն այս մասնագիտության համար։ Դրա համար հիմնական քննությունները դրանք են։ Այստեղ պարզ է, որ ասենք նկարչական ընդունակություններ ունեցող անձանց համար այս մասնագիտությունը ավելի հասանելի է։ Այո, այսինքն հիմքում էլի նայում ես այդ նկարչական գիտելիքներն են առարկայի եւ այլն, այս մասնագիտության, որ շատ կարեւոր են, ու ես գիտեմ, որ ասենք այդ նկարչական ունակություններ ունեցողները, ստեղծագործողները այս հարցում ավելի հեշտ են հաջողության հասնում։ Այո, սովորաբար այդպես է լինում, այն երեխաները, որոնք լավ են նկարում, սովորաբար ավելի շատ հաջողության են հասնում։ Գծագրությունը, եթե առաջ ես կարծում եմ շատ կարևոր է, հիմա չգիտեմ, որտեղ այդ գծագրությունը արդեն մարդու տեղը ինչ որտեղ անում են այդ ծրագրերը, թե այդպես չի, ասենք համակարգչային, թե էլի պիտի իմանան մարդը։ Կարող եմ լրացնել, առաջին կուրսից սկսած ունենք գծագրություն առանձին առարկա, որը որ հիմքն է միևնույն է։ Նամանավանդ երբ մենք գործ ունենք արվեստին եւ ինժեներական մտածելակերպի հետ, ավելի այստեղ ճարտարագիտությունն էլ շատ մեծ դեր է խաղում մեզ մոտ։ Դրա համար անխուսափելիորեն գծագրությունը, հաշվարկները, կոնստրուկտավորման այդ ամեն բանը անխուսափելի է մեր մասնագիտության մեջ եւ արդիական, այսինքն միայն նկարչության մասին չի այստեղ խոսքը գնում։ Եվ համալսարանը պարբերաբար թարմացնում է ծրագրերը զուգընթաց քայլելով ժամանակակից պահանջներին, որպեսզի մասնագետը արդեն բուհը ավարտելուն պես պատրաստ լինի մարտահրավերներին, որոնք որ իրեն սպասում են։ Եվ բուհը նաև ինչու՞մ է աջակցում, անցկացնում են պրակտիկաներ 3-4 շաբաթ տևողությամբ, որոնք այդտեղ ուսանողը մասնակցում է տարբեր արտադրական process-ներին, գնում են ընկերություններ, անցկացնում են ցուցահանդեսներ, մրցույթներ, որոնք մասնակցում են այդտեղ, workshop-եր ունենք, որ մասնագետները գալիս են։ Նաև ունենք շատ հետաքրքիր արտադրական կենտրոններ են գալիս մեզ մոտ, ներկայացնում են իրենց հենց արդյունաբերական դիզայն ոլորտում։ Օրինակ, կահույք արտադրող ընկերություն գալիս են եւ անցկացնում է մեծ սեմինար։ Դրանից հետո նաեւ հիմնականում ունենում են թափուր հաստիկներ եւ արդեն ուսանողը մասնակցելուց հետո սեմինարին տեղեկանում է, որ իր ոլորտում կա թափուր հաստիկ այս ընկերությունում եւ այսինքն համալսարանը փորձում է կապը ստեղծել նաեւ գործատուի հետ։ Դա նույնպես կարևորվում է հենց մեր համալսարանում եւ տարիներ շարունակ փորձում ենք եւ ունենք այդպիսի ուսանողներ, որոնք իսկապես հաջողություններ են գրանցում եւ ստացվում է այդպես իրենց մոտ աշխատանքը բուհի շնորհիվ ոնց որ ճանապարհը բացվում է, հա։ Դա շատ կարևոր է, որտեվ միշտ խոսում ենք, որ մեր նախկին այն խորհրդային միությունից եկած թերություններից մեկը այն էր, որ մենք պատրաստում էինք լավ թեորետիկներ, որոնք ասենք պրակտիկա ձեռք էին բերում շատ ուշ ավելի, ու այս առումով այդ պրակտիկ գիտելիքը նաև որտեվ հաճախ ասենք երբ որ մարդը այդ գիտելիքը ստանում է թեորիապես, հետո գալիս է մտածում ինչ որ բան չի գտնում կամ չի համապատասխանում եւ այլն։ Այս կարևոր է ու այդ հարցը եթե լուծում եք, դա կարևոր է, այսպես նենք։ Դուք ասացիք նախկին հասովետական միության ժամանակ, ես պետք է ասեմ, որ մեզ մոտ Հայաստանում պատկերացրեք, որ զարգացած է եղել արդյունաբերական դիզայնը 60-ական, եթե չեմ սխալվում 62 թվականին ստեղծվել է սովետական Մոսկվայում սկզբից գիտահետազոտական տեխնիկական էսթետիկայի գիտահետազոտական ինստիտուտի հայկական ֆիլիալ, հետազոտական ինստիտուտի հայկական ֆիլիալ, սկզբից Մոսկվայում, հետո տարբեր հանրապետություններում է ստեղծվել երկար տարիներ մինչև երևի 90-ականները գործել է եւ շատ ակտիվ է գործել, շատ լավ գործունեություն է ծավալել, ունենք շատ նախագծեր, ունենք շատ ներդրված ներդրումներ, ունենք աշխատել ենք ինչպես Հայաստանի գործարանների հետ,
այդ ինստիտուտը այնպես էլ համամիութենական տարբեր հանրապետությունների հետ եղել է սերտ համագործակցություն։ Պատվերներ են եղել նաև տարբեր հանրապետություններից։ Այդ ինստիտուտը ոնց որ այսպես բազա է, կարելի է այդպես էլ համարել, որ բազա է համարվում։ Համաձայն եմ, ուղղակի դե խորհրդային միությունում, որ պլանային տնտեսություն էր, այդքան մրցակցություն չկար, որտեղ ասենք այդ աստիճանի էր, ինչպես հիմա, որտեղ այն ժամանակ դե ասում էին, ես դու պիտի կոշիկ արտադրես, դու ես պիտի արտադրես, դու են պիտի արտադրես, չէ, այդ կար։ Ասենք Հայաստանը հա կոշիկ պիտի արտադրեր եւ այլն քիմիա, հա, օրինակ, հա, այն մյուսը եւ մեզ ասենք արգելում էին, չէ, գինին պիտի Վրաստանը արտադրեր, մենք քաղցր գինիներ միայն օրինակի համար եմ ասում։ Հա, այսինքն այն ժամանակ այդ մրցակցությունը այդքան չկար եւ դա պարզ երևում էր, ասենք առարկաների, ասենք ձևի մեջ պիտի լիներ այդքան կարևոր չէր գեղեցկությունը, հա, պրակտիկ լիներ, շատ լիներ, բոլորին հասներ, ի տարբերություն, ասենք, այն ժամանակ արևմուտքի։ Հիմա այդ սահմանները ջնջվել են եւ այդ մրցակցությունը շատ կարևոր է, որ լինի ավելի գեղեցիկ, ավելի պրակտիկ, ասենք, այդ նույն իրը, որ արտադրում են, չէ, այդ մեծ փոփոխությունը։ Այո, իհարկե, դուք ճիշտ եք այդ հարցում, կա այդ բանը, բայց ես ուղղակի ուզում եմ ասել, որ եղել է բազա։ Հա, եւ այն ժամանակ էլ զրոյի վրա չի եղել հատկապես Հայաստանում։ կոշիկները Հայաստանում կարևոր էին։ Հաստոցներ են արտադրվել, սարքավորումներ, տարբեր խաղալիքներ, խաղեր, ժամացույցներ, այդ ամենը։ Համաձայն եմ, ես ընդհանրապես եմ ասում։ Թե չէ իհարկե այդ ամենը կարևոր է։ Քանի որ խոսեցինք սահմաններից, կուզենայի նշել, որ մեր ֆակուլտետում սովորող ուսանողները հնարավորություն ունեն Լեհաստանում եւ Իսպանիայում ունենք վերապատրաստման հնարավորություն, այսինքն լավագույն ուսանողները գնում են վերապատրաստվում են մի քանի ամսով, ոչ միայն ուսանողներ, նույնիսկ դասախոսների համար ունենք այդ ծրագրերը։ Այժմ համագործակցում ենք Լեհաստանի եւ Իսպանիայի հետ այդ փոխանակման ծրագրերը եւ սերտորեն վերջին շրջանում սկսել ենք Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի համալսարանների հետ համագործակցել, թե մեր պատվիրակությունը գնաց Պետերբուրգի համալսարան շատ հետաքրքիր զեկույցներով, թե իրենք հետո մեզ մոտ եկան, այսինքն այդ կապերը, որ խոսում ենք նոր սահմաններից, այդ կերպով փորձում եմ մեր բուհը այդպես ոնց որ նաեւ այդ կապերը ստեղծել, որովհետեւ հիմա ցանկացած կապ հնարավորություններ է տալիս, այլ ավելի թե հասանելի դարձնելու մեր մասնագիտությունը եւ խոսել նրա մասին, որ Հայաստանը նույնպես ունի արդյունաբերական դիզայն։ Դե այդ հարաբերությունները շատ կարևոր են։ Իհարկե հիմա ասում են դե որ այս կապը կա էլեկտրոնային շատ ավելի հեշտացել է, բայց մեկ է այդ անձնական շփումները կարևոր են, որովհետև հարցեր են առաջանում եւ այլն եւ միշտ չի որ ասենք զուտ տեսողական էլեկտրոնային խոսակցական այդ հարցերը հնարավոր է լինում լուծել, պիտի ինչ որտեղ մաշկիդ վրա զգաս, տեսնես եւ այլն։ Էնպես որ այդ կապերը մնում են կարևոր, կարծում եմ։ Այդ կապերի հետ կապված եւ տեղեկատվության հոսքի հետ կապված ուզում եմ մի փոքր բացել մեր նախագծային գործընթացը, ինչպես է ընթանում, ինչպես են ուսանողները նախագծում ինչ-որ որևէ կոնկրետ օբյեկտ կամ առարկա, այդ կապը շատ է օգնում, որ երեխաները կատարեն խորը ուսումնասիրություն, ծանոթանան ինչեր գոյություն ունեն, ասենք աշխարհում։ Ընդհանրենք ինչ որ սարք են արտադրում, այդ սարքի նման այլ ինչ սարքեր գոյություն ունեն, նրանք ծանոթանում են խնդիրների հետ, նախագծային ուրեմն հարցադրումներ են առաջադրում եւ ըստ այդ ուսումնասիրության եւ վերլուծությունների իրենք կատարում են իրենց նախագիծը։ Այդ տեղեկատվությունը շատ է օգնում, որպեսզի փորձենք ամենայն դեպս հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող ուրեմն իրադարձություններից, նոր զարգացումներից, նոր տեխնոլոգիաներից։ Հա, դե հիմա որ աշխարհը փոքրացել է, պիտի ասենք յուրաքանչյուր իր պիտի նայել, որ երկրում, չգիտեմ, ինչ տեսք, ինչ կիրառություն ունի, որովհետև այդ մրցակցությունը մեծ է, չէ, այսպես էլ կա, ասենք դրսից բերածը, եթե ավելի էժան է եւ ավելի որակյալ է, դա կգնեն։ Ու այստեղ դիզայնն էլ մեծ կապ ունի, հա, այստեղ ես նայում եմ, որ Հայաստանը շահում է սննդի հարցում, որտեղ բոլորը տեղական սնունդը գերադասում են, չգիտեմ, դրսից, որտեղ դե սնունդը կարևոր է, որ թարմ լինի եւ այլն։ Բայց մի կողմից էլ ներքին, ասենք, կա մրցակցություն եւ այստեղ տեսքը շատ կարևոր է, բացի որակից տեսքն էլ շատ կարևոր է։ Նույն, ասենք, ֆիրման, նույն կատնամթերքը, չէ, մի քանի այսպես ձեռնարկություն են արտադրում, բայց մարդիկ նայում են տեսքին,
այնպես որ այո, այդպես է։ Դա ընդհանրապես եթե մտնում ես խանութ, առաջինը գրավում է։ Հա, գրավում է տեսքը, չէ՞։ Տեսքը, դա գովազդ է նաև, օրինակ փաթեթավորումների մեջ դա շատ կարևոր է։ Այդ գովազդը ստացված ինֆորմացիան։ Ու շատ կարևոր է արդի թեմաներ գտնելը։ Մենք ուսանողներին, երբ որ իրենք ավարտական աշխատանք պետք է անեն, մենք համալսարանը սերտորեն կապված է եւ համագործակցում ենք գերատեսչական մարմինների հետ։ Եվ մենք փորձում ենք հասկանալ մեր պետությունը ինչ խնդիրներ ունի ռազմական ոլորտում, բժշկական ոլորտում, ագրարային ոլորտում եւ ինչ հարցադրումներ ունենք, որոնք որ լուծված չեն։ Եվ ավարտական աշխատանքներին հենց թեմաները ընտրում ենք հենց այդ ոլորտներից կախված, այսինքն արդեն վերնագրերը մեր համար բարձաբանում ենք այդ ոլորտների հետ շփման արդյունքում եւ ավարտական աշխատանքները հենց հիմք են հանդիսանում, որ այդ խնդիրներին լուծում տրվի։ Նաեւ ունենք ավարտական աշխատանք, որ կրթական ծրագրով սովորող ուսանող էր արել, փոշոտման սարքավորում էր նախագծել, որը Scopus ամսագրում միջազգային վարկանիշ ունեցող ամսագրում հրատարակվեց, այսինքն ոչ թե միայն մնում է թղթի վրա այստեղ, այլ նաև գիտական ոլորտ է մտնում։ Ունենք թիմ, որը որ հենց այս պահին աշխատում է կոշիկի վրա, ռազմական կոշիկ, աշխատում ենք Պաշտպանության նախարարության հետ համակցված, այսինքն հարցադրումները հասկացել ենք ինչ խնդիր ունի զինվորը, եւ նախագիծը տարվում է այնպես, որ ներքին դրամաշնորհ ստացավ այդ ռազմական կոշիկը, ղեկավարում է մեր ամբիոնից ճարտարագիտության արվեստաբանության տեխնացու Անի Աճարյանը, այո, եւ ուսանողների հետ զուգակցված է աշխատանքը, այսինքն ուսանողները արդեն իսկ ներգրաված են գիտական process-ում, այդտեղ նորույթ են փորձում գտնել, որ եւ արդեն պատրաստվում են հանձնել տպագրության, այսինքն բավականին լուրջ աշխատանք է տարվում հենց բուն թեմային նպատակին պետությանը ծառայելու համար, ու դա արվում է համալսարանի պատերի ներսում, բայց շատ մեծ ակնկալիքներ ունենք։ Հիմա ասենք եկան ընդունվեցին, չէ, բակալավրիատ, հա։ Եկան, չգիտեմ, ավարտեցին 4 տարի, դե շատ բան ունեն սովորելու, էր մեր զրույցից պարզ է, հետո մագիստրատուրա կա։ Այո։ Հա, ուրեմն հետո պիտի գնան մագիստրատուրա։ Ասեմ ավելին, մագիստրատուրան 1 տարի է մեզ մոտ դարձել, որը շատ ուսանողների հրապուրում է, որովհետև առաջ 2 տարին, այսինքն ուսանողը ուզում է ավարտել եւ անցնել աշխատանքի անմիջապես 4 տարի հետո։ Ես գիտեմ, որ արդեն սովորելուց են աշխատում։ Այո, աշխատում են։ Ու 4 տարի հետո եւս 2 տարի շատերը արդեն ցանկություն չունեն, իսկ երբ որ մի տարի է դարձել, հա, կարծես ուսանողը հրապուրված լինի եւ նկատել ենք, որ մի փոքր հետաքրքրությունը ավելի շատացել է։ Այսինքն ուսանողները մագիստրատուրայի մեր բաժնում ավելի շատ են եւ մագիստրատուրան արդեն ինչով է տարբերվում, հա, ինչ որ մի բանով պետք է տարբերվի, չէ՞։ Այո, ասենք մագիստրատուրան բակալավրում, եթե բակալավրիատի 4 տարիների ընթացքում հիմնականում գործնական առաջադրանքներ են արվում, տեսական աշխատանք եւս ցանկացած գործնական, ուրեմն առաջադրանք, որ արվում է ուսանողը, զուգակցում է տեսական մասի հետ, այսինքն տեսականը ոնց որ հիմնավորի իր նախագիծը, իսկ մագիստրատուրայում ավելի շատ մեծ ուշադրություն է դարձում տեսական մասի վրա, ավելի ընտրում են թեման եւ այդ թեման շատ խորքային ուսումնասիրում են, հիմնավորում են թեման, վերլուծում են, հետազոտություններ են կատարում տարբեր ուղղություններով եւ մագիստրոսական աշխատանքը տարբերվում է բակալավրիատից հենց դրանով տեսական մասով փորձում են հիմնավորել իրենց գաղափարը, իրենց միտքը։ Սովորաբար մագիստրատուրան ինչ որտեղ պիտի նեղ մասնագիտացման տարեր ունենա, չնայած Հայաստանում դա դժվար է։ Ես միշտ ասում եմ, որ այն հարուստ ու շատ բնակչություն ունեցող երկրներում նեղ մասնագիտացումները ավելի շատ են, չէ՞։ Օրինակ նույն, ասենք, դիզայնը կարող է, չգիտեմ, հատուկ կոշիկի դիզայները տարբերվի եւ միայն դրանով զբաղվի, մի ուրիշը միայն սրանով եւ այլն, հա։ Ու երևի աշխատանքի ընթացքում հետո այդպես էլ լինում է, ասենք նայած որտեղ է աշխատում այդ դիզայները, բայց այնտեղ այդ ուսուցման այդ նեղ մասնագիտացումները ավելի շատ են, այստեղ քանի որ այս բնակչությունը այդքան մեծ չի, տնտեսությունն էլ այդքան մեծ չի, ինչքան ասենք, չգիտեմ, Միացյալ Նահանգներում եւ այլն, այդ մեծ երկրներում, այստեղ խնդիր կա, բայց այ մագիստրատուրան, չգիտեմ, ես մտածում եի, որ ավելի խորանա մի ուղղությամբ, բայց այստեղ երևի հնարավոր է։ Առայժմ ես չգիտեմ հետագայում ոնց կլինի, բայց առայժմ մագիստրատուրայում ավելի շեշտը դրվում է տեսական գիտելիքների վրա։ Գիտական նորույթի բացահայտման նաև կավելացնեմ, այո։
պակաս կարևոր չի դա։ Իսկ այստեղ հնարավոր կա այս մասնագիտությամբ ասպիրանտուրայի եւ հա թե չկա այս մասնագիտություն։ Կոնկրետ մասնագիտությամբ, հենց դիզայն մասնագիտությամբ չկա, բայց կա հնարավորություն ընտրել թեմա դիզայնի բնագավառում, բայց արվեստագիտության արդեն արվեստագիտության ձևով։ Դա խնդիր է, չգիտեմ, հետագայում հույս ունենք, որ դա հետագայում լուծում կստանա, բայց առայժմ չկա։ Բայց դա չի սահմանափակում մասնագետների, ուրեմն շարունակելու ցանկությունը, հա, կրթությունը շարունակելու ցանկությունը, որտեղ միշտ կարելի է գտնել թեմա եւ պաշտպանել։ Հիմա գանք նաեւ ամենացավոտ խնդիրներից մեկին, որ այս բոլոր մասնագիտությունները ունեն, դա արհեստական, այս բանականությունն է, որ շատերը վախենում են եւ ինչ որտեղ տեղին են վախենում, հատկապես օրինակ են Բիլ Գեյթսը ասում էր երկու մասնագիտություն է մնալու հետո եւ այլն։ Հիմա այս արհեստական բանականությունը, որ արդեն, չգիտեմ, նկարում է, ասում ես, չգիտեմ, նկարի ես ինչ նկարչի ոճով նկարում է, այս եւ այլն, հա։ Հիմա այս դիզայնին որքանով է սպառնում արդյունաբերական այս դիզայնին եւ արդյոք մենք պարզ է պիտի մտածենք ինչպես աշխատենք այդ արհեստական բանականության հետ ու չգիտեմ այդ աշխատանքները տարվում են որ սովորեն մարդիկ աշխատել թե չէ դա իհարկե նոր երևույթ է մենք էլ ամեն ինչ այդպես տեղյակ չենք դժվարանում ենք խնդիրներ մեր մոտ են առաջանում բայց կարծում եմ մենք պետք է հասկանանք ֆիքսենք որ սա ընդհանրապես գործիք է եւ պետք է ամեն ինչ անենք, որ որպես գործիք կիրառենք։ Մեր մոտ մենք խոսում էինք մեր դեկանի հետ, ընկեր պարոն Մելիքյանի հետ, կա այսպիսի ծրագիր, պլան, որ շատ մոտ ապագայում մտցնեն արհեստական բանականություն, այսպես որպես դասընթաց մտցնեն, հրավիրեն մասնագետներ, որպեսզի ուսանողներին ինչու՞ չէ նաև մեզ սովորեցնեն ինչպես աշխատենք արհեստական բանականության հետ։ Դա անպայման կարելի է։ Դե հիմա ուսանողները ձեզ կխափեն ինչ որ առումով, որ արհեստական բանականությունը իրենց տեղը կանի կբերեն, այսինքն դի սովորեք տարբերել որն է արել ուսանողը, որ արհեստական բանականությունը, դա հիմա այս բոլոր համալսարաններում կա այդ խնդիրը, հա, չէ։ Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, փորձում են, բայց պատկերացրեք, որ միշտ չի համարյա չի ստացվում, որտեղ ուսանողներին մենք հետները աշխատում ենք, ճանաչում ենք, իհարկե, գիտենք, ճանաչում ենք կարողությունները ու Նախագծային առարկան այնպես է իրականանում, որ ղեկավարը անմիջական կապի մեջ է միշտ ամեն քայլին, սկսած էսկիզից, երբ թուղթ ու մատիտը վերցնում է ուսանողը, այդ առաջին էսկիզից սկսած, մինչև սկսում է հետո համակարգչով արդեն մոդելավորեն այդ արդյունաբերական առարկան, հա, այսինքն ղեկավարը անընդհատ հսկողության, ոչ թե հսկողության, այլ գործընթացի մեջ են, այո, շնորհակալություն, երկխոսության մեջ ենք, եւ ոնց այդ աշխատանքը զուգահեռ ընթանում է մեզ մոտ։ Լինում է ուսանողները անում են էսկիզներ, արհեստական բանականությանը հարցում են ուղարկում անմիջապես, որ ինքը մոդելավորի հասկանան, լավն էր, թե լավը չէր։ Դա էլ չենք կարող արգելել, որովհետև գործիք է, գուցե այդ պահին իսկապես մի քայլ առաջ է տանում, հեշտացնելու համար գնա այդ ուղղությամբ ուսանողը, թե ոչ։ Դրա համար պետք չէ խուսափել, պետք է կարողանանք որպես գործիք օգտագործել դա ի նպաստ նախագծի։ Ես համաձայն եմ, ընդհանրապես եթե նայենք այսպես լայն շատ, ես չեմ հավատում, որ արհեստական բանականությունը կստեղծի այնպիսի գործ, ինչպիսին օրինակ երաժշտության մեջ արել են Բեթհովենը, Մոցարտը եւ այլն, որտեղ դա զգացողություն է, որ արհեստական բանականությունը չունի։ Նա կարող է նմանակել, ասենք, ասես Բեթհովենի նման գրի, բայց այդ ազդեցությունը մարդու վրա այդ գործը չի ունենա, այդ 100%, որտեղ մարդը բարդ արարած է, ավելի բարդ քան այդ արհեստական բանականությունը, մարդը միայն միտք չի, հա, այսինքն այն զգացողությունը, որ մարդը ունի, ամենապարզ խաղաղության զգացողություն, սիրո եւ այլն, որտեղ այդ արհեստական բանականությունը չունի եւ չի կարող ունենալ։ Այս առումով լավագույնները միշտ արհեստական բանականությունից բարձր կլինեն։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Իմ զրուցակիցներն էին ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի դասախոսներ Հասմիկ Շարաֆխանյանը եւ Գոհար Թորոսյանը։ Կհանդիպենք։ Շնորհակալություն։ Մասնագիտություն